Սիրելի բարեկամներ, ստուդիայում ձեզ հետ եմ ես, Արա Սարգսակ Նալչաջյանս։ Լարմաս հաղորդաշարն է եթերում։ Հաղորդաշարի նպատակն է հայության համախմբումը։ Այն միջոցը, որով դա հնարավոր է անել, հայոց ազգային գաղափարախոսությունն է։ Ուստի մեր հաղորդաշարը ներկայացնում է հենց այդ գաղափարախոսությունը, որ կոչել ենք հատուկ անվամբ՝ Լարմաս։ Հաղորդաշարը նույնպես կրում է նույն անվանումը՝ Լարմաս։ Հիմնական իմաստն է առ Մասիս, դեպի Մասիս։ Ինչպես գիտենք, Մասիսը, այսինքն Արարատը, հայության եւ Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է։ Դեռ ավելին, մեզ հայերիս համար այս սրբազան լեռը հանդիսանում է արժեհամակարգային ուղենիշ։ Մեր հաղորդաշարի հերթական թողարկմանը հեռավար զրույցի ենք հրավիրել արժանապատիվ Տեր Աբել Քահանա Քարտաշյանին։ Օրհնյա Տեր հայր։ Աստված օրհնի, Արա ջան։ Տեր հայր, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հանդիպում ենք այնպիսի տգեղ եւ տձև երևույթի, ինչպիսին հոգեվորականների նկատմամբ հալածանքն է։ Սա նաեւ մեր ազգի միասնությունը խախտող, խարխլող գործոն է։ Ազգային համախմբման անհրաժեշտությունը իհարկե գիտակցում ենք ամենքս եւ չնայած այս վերը թվարկված գործոնի, խնդրեմ պարզաբանեք, թե ինչպես կարող ենք հասնել դրան։ Արա ջանի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բոլոր խժդժությունների եւ հալածանքների եկեղեցին անդրդվելի է իր առաքելությունից, հիշեցնելու մարդուն, որ դու Աստծո ստեղծագործություն ես եւ պատահականությամբ ծնունդ չես եւ ունես ինքնություն եւ ինքդ քեզ ճանաչելու մեծ կարողություն Աստծուց քեզ տրված եւ ինքնաճանաչողությունը շատ կարևոր իրողություն է յուրաքանչյուր մարդու կյանքում եւ յուրաքանչյուրիս ինքնաճանաչողության ինքներս մեզ ճանաչելու միջոցով է, որ պիտի կարողանանք միասնականության, միախմբվելու, համախմբվելու, միաբանվելու հստակ ազդակներ ստանանք եւ Աստծո շնորհի մեջ մեր Սուրբ եկեղեցուց մեզ շարանգված մեծ հավատքով կարողանանք միաբանվենք։ Այո, միաբանության մեջ հնարավոր է, որ շատ քիչ մարդիկ ընդգրկվեն, մենք մտածում ունենք, որ պետք է, որ բոլոր հայերը միանան, բայց ցավոք դա մի տեսակ անիրականանալի երազ է, որովհետև կյանքում այդպիսի բաներ չեն լինում, եւ ինձ համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այն ինքնությունը, որ մենք ունենք, հայի ինքնությունը, բոլոր հայերով պետք է միաբանվենք։ Պետք է բոլոր հայերս իրար ճանաչենք, գտնենք իրար եւ դրա հիմքում ընկած է ինքնաճանաչողությունը։ Ինքնաճանաչողության միջոցով է, որ պիտի մեկս մյուսի մերձենանք։ Իսկ ինքնաճանաչողությունը սկսում է Աստված ճանաչողությունից։ Ամեն ազգ էլ ունի երազանք կամ երազանքներ, այդ թվում նաեւ մենք հայերս, Տեր հայր, այսպիսին է շղթան՝ երազանք, նպատակ, ուղի եւ կոնկրետ գործողություններ այդ ուղում։ Խնդրում եմ այս շղթայի պարզաբանումը։ Այդ տեսակ գործելակերպը մենք ժառանգել ենք Սուրբ Ներսես շնորհալուց, ով իր աղոթքի մեջ ասեց. Իմաստություն հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն բարին խորհել, խոսել եւ գործել առաջիկո ամենայն ժամ։ Ի չար խորհրդոց, բանից եւ գործոց, փրկյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամերիս։ Այսինքն այս կառուցվածքը շատ հստակ է։ Մարդը սկզբում պետք է խորհի, հետո այդ խորհածի մասին խոսի եւ հետո դրանց համապատասխան գործի։ Եվ այո, ինչպես քիչ առաջ ասեցիք, հարցի մեջ ձևակերպեցիք Արաջան, որ բոլոր ազգերն էլ երազանքներ ունեն։ Այո, մենք էլ ունենք երազանքներ,
բայց ազգային նպատակի ամբողջ իրականությունը հետևյալի մեջ է, որ մենք մեկտեղ ենք բոլոր երազանքները։ Սկսենք միասին երազել, այդ երազները խտացնենք, զգեստավորենք, այսինքն ձևակերպենք նպատակի մեջ, եւ այդ նպատակին հասնելու ճանապարհի մասին խոսենք, ինչպիսի ճանապարհով ենք հասնելու, ինչ է մեզ սպասում այդ ճանապարհին, ժամկետների մասին սկսենք մտածել եւ սկսենք դրանց համապատասխան գործել։ Այլակերպ մենք չենք կարող շարժվել որևէ ուղղությամբ։ Իսկ երազանք չունեցող, չերազող, նպատակներ չդնող, այդ նպատակներին հասնելու ճանապարհը չպատկերացնող եւ ամեն անգամ լիցք ստանալու, մոտիվացիա ստանալու, այդ ճանապարհով քայլելու երջանկություն ունենալու, աստվածային ծրագրի մեջ մտնելու, ազգային նպատակների իրականացման ծրագրի մեջ մտնելու այդ սիրտը չունենալու պատճառով մեր բոլորիս նպատակները մնում են մեր անձի սահմաններից ներս։ Ազգային նպատակի ամբողջ խնդիրն է, որ մենք ընդգծենք մեկ ուղղություն, այսինքն մեկ վեկտոր, որը կմիավորի շատ մարդկանց ուժեր։ Եվ մենք պիտի գործենք, սիրելի արաբ, հանուն, ոչ թե ընդդեմ։ Այսինքն, ի անուն, ում անունով ենք գործելու, եւ ոչ թե ընդդեմ ում ենք գործելու, որովհետեւ ընդդեմ գործելու իրականությունը բացասական իրողություն է։ Երբ որ դու ուղղություն ես սահմանում, երբ որ դու ճանապարհ ես ընդգծում, երբ որ ուղի ես բռնում եւ քայլում ես այդ ուղիով, ովքեր որ հակառակ են կանգնում այդ ուղուն, դա իրենց ընտրությունն է։ Դա քո նախապաշարմունքը չէ, դա իրենց ընտրությունն է։ Եվ այսպիսով բոլոր պատկերացրեք բոլոր զուլալ արվակները, հայ միտք, հայ մտածողություն, հայ մշակույթ կրող բոլոր արվակները կան միանան մեկ ընդհանուր գետի եւ այդ գետը սկսի ոռոգել մեր հայ ժողովրդի սրտի անդաստանը։ Թե չէ փոքրիկ արվակները որ կան ինչ որ մի փոքրիկ մարգագետին պիտի ջրեն եւ այդտեղ վերջանան։ Եվ այդտեղ հողը պիտի ներծծվի այդ ջուրը եւ այդքանից ավել գործ չպիտի անի։ Ուրեմն միասին երազելու խնդիր ունենք։ Յուրաքանչյուր հայ աշխարհի որևէ ծայրում այս հաղորդումը լսող յուրաքանչյուր իմ սիրելի հայ բարեկամ, ով երազանքներ ունի, ով պատկերացումներ ունի, թե ինչպիսին պիտի լինի հայը, ինչպիսին պիտի լինի Հայաստանը, ինչու պիտի այդպիսին լինի, ինչու պիտի այդպիսի հայ ունենանք մենք, եւ ինչ ենք անելու, որ այդպիսի հայ ունենանք մենք, եւ այս ամբողջ նպատակի կիզակետը պետք է բաղկացած լինի շատ հստակ բաժիններից, մշակույթ, տնտեսություն, քաղաքականություն եւ մնացած բոլոր բաղադրամասերը, որ պետք է ընդհանուր նպատակի մեջ ներառվի։ Եվ հետո մենք պիտի շատ հստակ ինստիտուցիոնալ աշխատանք կատարենք, որ օրինակ մշակույթ։ Մշակույթի մեջ ինչ է մտնում։ Մշակույթի մեջ մտնում է կրթությունը։ Առյուծի բաժինը կրթությանն է։ Կրթության որակի եւ հայցի կրթություն ունենալու համար ինչպիսի ծրագիր է պետք։ Որպեսզի ինչ որ համակարգերի բոլոնյան կլինի, այսինչյան կլինի, այնինչյան կլինի, որպեսզի որևէ համակարգի չդիմենք, մենք պիտի ինքնուրույն մեր համակարգերը ունենանք, այսինքն մենք պետքա մշակենք մեր կյանքը։ Եվ սա նշանակում է, որ թափթփվածությունից պիտի հեռանանք։ Որովհետև մեր բոլորի ցանկությունները, եթե չենք մեկտեղում, դա չի գոյանում որպես ուժ, չի գոյանում որպես շարժում, չի գոյանում որպես ընթացք։ Մաղթում եմ, որ սկսենք միասին երազել, մեր երազանքները զգեստավորել, նպատակ դարձնել, խորհել, գաղափար ունենալ, հետո այդ գաղափարի մասին խոսել, գաղափարախոսություն։ Սկսենք խոսել, մեկս մյուսի հետ կիսվենք, նույնականացնենք, ասենք դու ես այդպես մտածում, այո սիրելիս, ես էլ եմ այդպես, բա ի՞նչ է պետք դրա համար անելու, սկսենք գործել։ Եվ հավատացնում եմ ձեզ, շատ մարդիկ միավորվելու են եւ մեկտեղվելու են
Եվ մենք մեր երազանքի հային կերտելու ենք մեր սիրելի զավակների մեջ։ Իմիջայլոց Արաջան, մատաղ սերունդ բառը հանել եմ իմ լեքսիկոնից։ Մենք այլևս մատաղ անելու սերունդ չունենք։ Մենք ուժեղ հայ ինքնորոշված, ինքնաճանաչ, հայրենաճանաչ, ստրկամտությունից ազատված, սրա նրա ձեռքին նայող ուժեղ հայ պիտի դաստիարակենք եւ Աստծո ողորմությամբ անելու ենք։ Իսկ այդ ճանապարհին արդյոք վտանգ չեք տեսնում, որ կբախվենք սկեպտիցիզմի, անվստահության պատին։ Չէ՞ որ ի վերջո Լարմասը, հայոց ազգային գաղափարախոսությունը, որը հենց այդ համախմբող հիմնական եւ սկզբնական գործոնն է, նոր երևույթ է եւ ինչպես ամեն նոր երևույթ բավական ժամանակ ու հետեւողականություն է անհրաժեշտ այս գաղափարախոսությունը մարդկանց լայն զանգվածներին հասցնելու համար։ Ուրեմն ինչպես խուսափել այս հնարավոր ռիսկերից։ Սիրելի Արա, այդ մասին չեմ ուզում մտածել, ինչու, որովհետև արդեն իսկ անտարբերության այս մթնոլորտը հուշում է ինձ, որ մարդկանց մոտ անորոշության զգացում է։ Իսկ անորոշությունը պատկերացրեք մի իրավիճակի մեջ է հայտնվել մարդը, որ 4 բոլորը մշուշ է, ոչինչ չի երևում եւ քայլելու, գործելու, առաջ գնալու ոչինչ չկա։ Այսինքն քաոսային իրավիճակում է հայտնվել մարդը։ Եվ հիմա մարդուց ավել բան պահանջել, քան ինքը տեսնի որոշի, թե ինքը որտեղ է գտնվում, ինչ է կատարվում իր այդ միջավայրը լավ պատկերացնի, մինչև այդ վիճակին չգա, մարդուց չենք կարող սպասենք, որ ինքը պիտի գործի։ Եվ դրա համար ինչ է պետք։ Դրա համար պետք է աստվածային լույս։ Չէ՞ որ Աստված որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ամեն ինչ անձև, անկազմ, անպատրաստ էր։ Եվ խավար էր տիրում անդունդի վրա, եւ Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ մինչև լույսը չեկավ, այդ անորոշությունը, այդ քաոսային իրավիճակը չհամակարգվեց, չլուսաբանվեց, չերևաց անելիքը, չերևաց կարգավորությունը։ Ուրեմն կարգավորությունը երևում է միայն աստվածային լույսի ներքո։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք այդ մեր երազանքի մասին, այդ երազանքը իր մեջ ներառում է աստվածային ծրագիր, որ մենք Աստծուց կանչված, Աստծուց նախանշված, նախասահմանված գործ ունենք անելու։ Եվ բոլորս սկսենք այս մասին մտածել։ Եվ Աստծո լույսը երբ որ գալիս է, համակարգվում է ամեն ինչ։ Եվ այդ համակարգվածությունն է, որ անորոշությունից դուրս է բերում մարդուն, եւ մարդը կարողանում է այլևս գործել։ Այս անտարբերության մթնոլորտը ինձ չի վախեցնում, եւ սկեպտիցիզմը առավել եւս չի կարող մեզ խանգարել, որովհետեւ ծնունդն է ստի, ծնունդն է անորոշության, ծնունդն է մեկը մյուսի հետ հաղորդակցության բացակայության, մեկը մյուսին ատելու, մեկը մյուսից հեռանալու։ Եվ այս ամբողջ ընթացքը պիտի շատ ուշադիր քննենք, որպեսզի այդ ախտերի իրականությունը լավ ճանաչենք, ախտորոշումը ճիշտ կատարենք եւ կարողանանք ճիշտ դարման դնել, ճիշտ դեղ դնել։ Եվ այդ ճիշտ դեղերը Աստծուց ունենք, բազմադարյա իմաստություն ունենք։ Մեր իմաստնատունը, մեր Սուրբ եկեղեցին, այդ ջահը, հավատքի, սիրո, աստվածային ջահը միշտ դարեր շարունակ բերել հասցրել է 21-րդ դար, որպեսզի նորից լուսավորվենք մեր Տիրոջ կենարար լույսով։ Ամեն։ Ամեն։ Շատ լավ Տեր հայր, դուք խոսում եք հայ ազգի մասին, իսկ արդյոք այլ ազգեր եւս ունեն իրենց սփյուռքները համախմբելու նմանատիպ փորձ ազգային գաղափարախոսության միջոցով։ Եթե այո, ապա ինչպես օգտվել այդ փորձից։ Այո, արա, ես հենց խոսում եմ դրա մասին, որ այս ամենը շատ կոնկրետ, շատ հստակ ինստիտուտների աշխատանք է պետք։ Այստեղ մի մարդով, երկու մարդով, երեք մարդով չի, որ պիտի կարողանանք
այս հարցերը կարգավորել։ Եվ եթե մենք հրավիրենք այն բոլոր մարդկանց, ովքեր գիտության մեծ ջահ ունեն իրենց սրտի մեջ, մեծ աշխատանք ունեն իրենց մեջ, եւ այդ աշխատանքը բերեն ներկայացնեն մեզ, այո, պատմագիտությանը հայտնի է։ Գնանք առաջին համաշխարհային պատերազմ, տեսնենք Եվրոպայի վերաձեռման այդ արդյունքում ինչ տեղի ունեցավ, ինչպիսի վնասներ կրեցին յուրաքանչյուր եվրոպացի ազգերը, ինչպես հաղթահարեցին։ Ավստրիացիները այդքան մեծ կայսրությունը կորցրեցին, մի փոքրիկ կայսրություն մնաց, ինչպես վերագտան իրենց, ինչպես կարողացան իրենց ինքնությունը չկորցնել, ինչպես կարողացան այդ մարդիկ ոտքի կանգնել, ինչ միջոցներով, ինչ ռեսուրսներով, ինչ գաղափարաբանությամբ։ Չէ՞ որ ինչպես ժողովող գիրքն է ասում, նոր բան չկա երկրագնդի վրա, արեքակից ներքո նոր բան չկա, ամեն ինչ մոռացված հինն է։ Այսինքն, եթե մենք հստակ ցանկություն ունենանք ուսումնասիրելու, համակարգելու այդ բոլոր ընկալումները, հավատացնում եմ ձեզ, կգտնվեն այդ գիտնականները, ովքեր կգան իրենց ուսումնասիրությունները կբերեն, կգան մարդիկ, ովքեր կասեն, այս ինչ հարցի պատասխանը ես կարամ տամ, այս մյուս հարցի պատասխանը ես կարամ տամ։ Սա համընդհանուր անելիք է, որը յուրաքանչյուրիս պատասխանատվության զգացումից պիտի ծնվի։ Այո, շատ են փորձերը բոլոր ազգերի մեջ։ Եթե ցանկություն ունենք այդ փորձը մերը դարձնել, այդ փորձից օգտվել, գնալ իրենց մոտ, պեղել, իրենց գիտնականներին հետ խոսել, ավելի խորամուխ լինել հարցին, իհարկե կգտնենք բոլոր հարցերի պատասխանները։ Ցանկություն է պետք։ Տեր այր, իսկ որն է երիտասարդության դերը այս ամենի մեջ եւ ինչպես երիտասարդներին ներգրավել այս համահայկական գործընթացներում։ Եկանք իմ ամենասիրելի հարցին։ Քանի որ մենք ինչքան էլ լավ երազել իմանանք, ինչքան էլ լավ պատկերացումներ ունենանք, միևնույն է, գալիքի տանը, գալիքի հայոց տանը մենք չենք գտնվելու, այլ գտնվելու են այսօրվա մեր սիրելի երեխաները։ Եվ այդ աշխատանքի մեջ մեր երեխաների մասնակցությունը պարտադիր է, որովհետև ինչ որ ձևով մենք մտքի ախտեր ունենք, որ փոխանցում ենք մեր զավակներին։ Եվ մեր սերունդների նկատմամբ մեր ունեցած վստահությունը, որ իրենք ավելի լավ են ճանաչելու գալիքը, ավելի լավ պատկերացում ունեն, ավելի խելացի առաջարկներ կարող են անել։ Ի վերջո, իմ ցանկությունն է, որ մենք համագործակցության իրականություն կարողանանք ծնեցնել մեր սրտի մեջ։ Ինչու մինչև հիմա առաջ չի գնացել այս տեսակ որևէ մտածում եւ շարժում։ Որովհետեւ բոլորի մոտ մտածումը այսպիսինն էր, պատկերացումը այսպիսինն էր։ Դե ինչ որ մեկը ասում է, որ կարելի է սենց անել, դե թող ինքն էլ անի, մենք էլ մեր գործերով կզբաղվենք։ Ոչ, այդպես չի ստացվելու։ Մենք բոլորս պիտի գանք համագործակցության, այսինքն յուրաքանչյուրս մեր անելիքը, մեր բաժինը պետք է դնենք այդտեղ։ Եվ դրա համար այնպես չի, որ հիմա իմաստունները պիտի հավաքվեն ու իմաստունները ինչ որ բաներ ասեն, եւ այն մնացածներն էլ իմաստուն չեն եւ իրենք էլ պիտի կատարեն։ Ոչ, այդպես չի։ Մենք միահամուռ պիտի կարողանանք։ Այո, առաջնորդություն պետք է։ Այո, այդ առաջնորդությունը պետք է կազմակերպչական առումով, պետք է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու առումով, մեծ գիտական միտքը օգտագործելու, աստվածաբանությունը մեր օգտագործելու, մեր պատմության ամբողջ շերտերը բերելու։ Այո, ապագան դա անցյալն է։ Այսինքն, ճշմարիտ ապագա ունենալու համար պետք է կարողանաս ճշմարիտ անցյալդ քննես։ Ճիշտ կարողացար անցյալդ քննես, ապագայում ավելի լավն ես լինելու։ Սա մարդկության մեջ եւ ընդհանրապես փիլիսոփայական մտքի մեջ շատ կարեւորագույն գիծ է, որ եթե ուզում ես լավ առաջ գնալ, պիտի կարողանաս սովորել լավ հետ գնալ։ Հիմա տեսեք, այսօր մարդկությունը գնում է շատ հետ, մինչև քարանձավ։ Այդ մարմնի վրա այդ ուրեմն դաջվածները որ անում են, այդ բոլորը խոսում են նրա մասին, որ մարդիկ գնում են քարանձավ։ Երբ որ խոսք չկար, լեզու չկար,
Երբ որ մարդու վրայի նկարներից եւ ուրեմն բծերից էին ճանաչում, թե ինքը որցեղից է, ինչ է, որսորդ է, ինչ որսորդ է, քանի որս է արել եւ այլ, իր պատմությունը, կենսագրությունը գրված էր մարմնի վրա։ Հիմա մեր երիտասարդները մեզ հուշում են, որ պիտի գնանք նորից քարանձավ, քարանձավից նորից պիտի գանք։ Է շատ լավ, պիտի նստենք իրենց հետ խոսենք։ Պիտի նստենք շփվենք, ժողովականությունը պիտի կայացնենք, ժողով ունենալու մշակույթ պիտի ունենանք։ Սա շատ խորը բան է։ Եվ տարերով կուտակված մեր սխալները, մեր խնդիրները միանգամից չեն լուծվում։ Դրա համար քրտնաջան աշխատանք է պետք։ Եվ ես մաղթում եմ, որ մենք յուրաքանչյուրս գիտակցենք, որ մեր երիտասարդները այդ գործի մեջ առյուծի բաժինն են, որովհետև նրանք երևակայական նետեր են, որ մենք ուղարկում ենք դեպի ապագա։ Ինչքան լայնալիճ եղավ մեր աղեղը, ինչքան լավ ձգեցինք, ինչքան ճիշտ պրկվեց մեր աղեղը, այդքան հեռու պիտի թռչի հայ սերունդը։ Աստծու կամոք, առաջն Աստված։ Քարանձավներից գանք դեպի մեր օրերը, սիրելի Տեր հայր։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաները ինչ գործոն կարող են հանդիսանալ հայության միավորման գործում։ Այ երբ որ կմիաբանվեն ու կարողանանք մենք հասակով մարդիկ ավելի մեծերը խոնարհություն ունենալ եւ մեր երիտասարդ մտածողներին հրավիրել այդ ժողովին, այդ ժամանակ կտեսնենք, որ այո, պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները եւ արհեստական բանականության եւ համացանցի եւ մնացած բոլոր նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները պետք է օգտագործենք, որպեսզի համակայլ կարողանանք քայլել ամբողջ աշխարհում տեղ գտած բոլոր process-ների։ Եվ ընդհակառակը ոչ միայն համակայլ քայլելու, այլ նաև առաջ քայլելու։ Գիտատեխնիկական մտքի եւ սլացքի մեջ չզիջելով ոչ ոքի։ Ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, այլ սեփական կյանքը բարօրությունը եւ մեր սեփական նպատակին հասնելու ճանապարհը ավելի դյուրին դարձնելու եւ մեր անելիքը ավելի հստակեցնելու առումով։ Եվ այո, այս աշխարհում ընդունված է, որ յուրաքանչյուր բանի մեջ կա եւ չարի եւ բարու պատերազմը։ Հիմա մարդիկ շատ վախեցած են արհեստական բանականության, ուրեմն տված հնարավորություններից եւ կիրառելիությունից, որտեղ շատ մարդկանց համար շատ ոչ հասկանալի իրավիճակ է հայտնվել։ Ինչ որ վիդեոներ է տարածվում, որ իրականում չկան այդ վիդեոները, բայց այդ վիդեոները տարածվում են այնպես, որ մարդը չի կարողանում տարբերի։ Սա հիմա արհեստական բանականության միջոցով է արված, թե սովորական, ուրեմն հայտնի տարբերակներով է ձայնագրված։ Եվ այսպիսի իրավիճակները վախի մթնոլորտ են առաջացնում, էլի անորոշության իրականություն են բերում։ Իսկ մենք անվախորեն պիտի Տիրոջ ողորմությամբ եւ Տիրոջ շնորհները օգտագործելով, այդ բոլոր գործիքները ի բարօրություն օգտագործելով, չէ որ առաջան դանակով կարող ենք եւ հաց կտրել եւ ավելի վտանգավոր գործեր անել։ Մենք պիտի մտածենք, որ մեր նպատակների մեջ պիտի մտնի հաց կտրելը, դանակով հաց կտրելը։ Եվ մեր սերունդներին պիտի սովորեցնենք, որ դանակով հաց կտրենք։ Պարզ օրինակի վրա ասեմ, հնարավոր է մեր Կոմիտաս վարդապետի կիսա թողած խազագրերի իրականությունը, որ մեր շարականների երկեցողության քաղցրագույն ուրեմն տարբերակներ, որը կորցրել էին դարերի ընթացքում, չի բացառում, որ նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով 1-2 ուրեմն տարվա մեջ մեր երիտասարդ գիտնականները եւ ծրագրավորողները աշխատեն եւ բացահայտումներ անեն եւ մենք ինքներս մեր մշակույթը ավելի լավ հասկանալու ճշմարիտ ճանապարհներ բացվի։ Մատենադարանում շատ ձեռագրերի վրա լույս սփռվի հասկանալու համար այդ ծածկագրերի ամբողջ խորությունն ու իմաստը։ Եվ այլ։ Այսինքն ստեղծագործ լինելու մասին է խոսքս։ Ստեղծագործ միտք պիտի դաստիարակենք մեր զավակների մեջ։ Որովհետև հիմա ամբողջ
աշխարհի հասարակությունը գնում է դեպի սպառողականություն։ Եվ սպառողականությունը չի թողնում մարդուն ստեղծագործ լինել։ Ստեղծագործ ջիղը ուղղակի ոչնչացնում է մարդու մեջ։ Եվ երբ որ մենք մեր կրթական բոլոր ծրագրերի մեջ, մեր հայ ճշմարիտ մարդ ունենալու այդ քանդակագործության մեջ մեր ուսուցիչներին այդ վերապատրաստումով, այդ ճանապարհներով դաստիարակելով բերենք հասնենք նրան, որ կարողանանք ունենալ այդպիսի սերունդ, ով ստեղծագործ է, ոչ թե ծախսող, առող։ Այդ դեպքում է, որ պիտի կարողանանք հասկանալ, թե ինչ կարևոր իրողություն է մեր ազգային նպատակների մեջ ստեղծագործ մարդու դաստիարակությունը, որին ձեռնամուխ ենք լինելու Աստծու ողորմությամբ։ Տեր հայր, ձեր ասածից եզրակացնում եմ, որ ոչ միայն հայերի միավորման գործում, այլև հայկական ինքնության պահպանման գործում ժամանակակից թվային տեխնոլոգիաները կարևոր դեր կարող են եւ պետք է ունենան, այդպես է։ Այո, այդպես է, քանի որ ազգային նպատակի առանցքն է ինքնության մասին հստակ պատկերացումները։ Եվ այդ պատկերացումների միջոցով պեղել սեփական ինքնության բոլոր խորքերը, նոր գալիքի ինքնության մշակման նոր մոտեցումներ պիտի ձևավորենք։ Այսինքն, ինչպես խոսքիս սկզբում ասացի, լավ առաջ գնալու համար պիտի լավ կարողանանք հետ գնալ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե մեր սիրելի ճապոնացիները վերցրել են Կոմիտաս վարդապետի երաժշտությունը եւ երգերը եւ տարել են ինստիտուտներ են ստեղծել իրենց մոտ։ Եվ այդ միջոցով իրենց զավակներին, իրենց սերունդներին կրթում են, մենք պիտի շատ լրջմիտ վերաբերվենք մեր ժառանգությանը։ Եվ այդ ժառանգության ուսումնասիրությունը, այո, նոր տեխնոլոգիաներով, նոր միջոցներով, նոր հնարավորություններով, ուրեմն մարդկանց հասու դարձնելու մեծագույն աշխատանք ունենք անելու։ Որովհետև այո, ժամանակները փոխվում են, տեխնիկական հնարավորությունները փոխվում են, եւ այդ տեխնիկական հնարավորությունները պիտի կարողանանք իշահ գործածել մեր նպատակների համար։ Այսինքն մենք մեր երազանքները իրականացնելու ճանապարհին ոչինչի առաջ պիտի կանգ չառնենք, ուղղակի ոչ մի բանի առաջ պիտի կանգ չառնենք։ Եվ ես առավել քան համոզված եմ, որ այս խոսքերը լսելով շատ ու շատ հայ մարդկանց սրտեր թնդում են ուրախությունից։ Շատ ու շատ հայ մարդկանց սրտեր ոգևորությունից ուզում են, որ անպայման իրենք գործակից դառնան, մասնակից դառնան այս կարևորագույն անելիքին։ Որովհետև մեզ համար սա կենսականության իրականություն է։ Մենք պիտի կարողանանք հասկանալ, որ մեր կենսափիլիսոփայությունը փոփոխության կարիք ունի, որ մեր կենսունակության վերաբերմունքը պիտի կարողանանք փոխել տվյալ ժամանակի մեջ, այս ժամանակի բարիքներից օգտվելով, այս ժամանակի բոլոր գործիքները ի բարօրություն օգտագործելով մեր նպատակներին հասնելու համար։ Եվ ուրեմն Տեր հայր, ինչ խորհուրդ կարող եք տալ այն հեռուստադիտողներին, ովքեր հիմա հետևում են ձեր խոսքին եւ ում հոգեհարազատ է հայոց ազգային գաղափարախոսությունը, նրանցից յուրաքանչյուրը ինչպես կարող է իր լուման ներդնել այս համազգային գործում, ինչ կոնկրետ քայլերով։ Իմ շատ սիրելի հայեր, հայրական սիրով ու ջերմությամբ եմ խնդրում եւ աղաչում յուրաքանչյուրիդ։ Սկսեք մտածել վաղվա հայի մասին։ Ճանաչեք ձեր ինքնությունը եւ սկսեք երազել։ Եկեք բոլորս միասին երազենք։ Ամեն ինչ սկսում է երազանքից։ Իհեճուկս ներկայի ծանր թվացող հակասական այս իրականությանը չնայելով դրան, պիտի կարողանանք հասկանալ։ Մարդը պիտի կարողանա զանազանել զգացականը, այսինքն էմոցիաները եւ արժեքները, այսինքն փաստերը
Եվ այս զանազանությունից, այս իրարից առանձնացնելուց հետո է ծնվում ճշմարիտ նպատակներ դնելու մեր կարողությունը։ Ուրեմն ներկայից եկող որևէ զգացում պիտի չկարողանա մեզ խանգարի եւ խաթարի եւ մենք անշփոթ մեկս մյուսին ձեռք բռնելով պիտի գնանք առաջ։ Չմոռանանք մի կարևոր բան, որ մեր ազգի մեջ կան շատ ուժեղ երաժիշտներ, վիրտուոզ կատարողներ, եւ բոլորը կարող են հիմա նվագել, բայց այդ բոլորի նվագելու արդյունքում մենք կունենանք ցավալիորեն երաժշտական աղմուկ։ Եթե ուզում ենք ներդաշնակ սիմֆոնիա նվագել, եթե ուզում ենք ներդաշնակության մեջ լինել, ուրեմն պարտադիր է, որ ունենանք նաև խմբավար, այսինքն դիրիժոր։ Իսկ դիրիժորի անելիքը ո՞րն է։ Բոլոր երաժիշտների կարողությունը ճանաչելով խոնարհության բերելու բոլոր երաժիշտներին եւ խնդրելու սիրելիս, այստեղ նվագի, ուշադիր լսի կողքիդ նվագողին, այստեղ կանգ առ, այ հիմա նորից նվագի։ Եվ այսպես է, որ պիտի ծնվի ներդաշնակությունը։ Այո, գիտեմ, որ ազգային շատ ու շատ ուժեր, իրական ճշմարիտ ազգային, շատ ու շատ ուժեր ունեն իրենց օրակարգերը եւ շարժվում են այդ օրակարգով։ Մեր նպատակը այն չի, որ մենք հերքենք որևէ օրակարգ, ասենք, չէ, ձեր օրակարգը լավը չի, եկեք մենք ձեզ կսովորեցնենք, ինչպես պիտի քայլենք։ Ոչ, այդ չի մեր ուզածը։ Մեր ուզածը նա է, որ բոլորս մեկս մյուսի ճանաչենք եւ ինչպես մի քիչ առաջ ասեցի, միաբանվենք եւ մեր բոլոր առուները միացնենք մի մեծ անուշ քետի մեջ, որ պարս զուլալ ջուր պիտի տանի դեպի գալիք սերունդին։ Ամեն։ Դե ինչ, այսօր այսքանը Տեր հայր։ Սիրելի բարեկամներ, իմ հեռավար զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Աբել Քահանա Քարտաշյանը։ Օրհնյա Տեր հայր։ Աստված օրհնի ամենքիս եւ մեր ժողովրդին եւ իր սուրբ խաչի զորությամբ պահի պահպանի հայ միաբան բոլոր սրտերը։ Ամեն։ Deyel